Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր միշտ մեր կողքին են մեզ հետ եւ իհարկե ամեն ինչով աջակցում են մեր հեռուստալիքի կայացմանը։ Եվ իհարկե մենք անչափ շնորհակալ ենք, քանի որ 13000-ից ավելի հետևորդներ ունենալը ձեր շնորհիվ է եւ մենք կարծում ենք այդ թիվը պիտի աճի։ Հատկապես մենք սպասում ենք բոլոր այն հեռուստադիտողներին, որոնք ժամանակին մնացին բաց TV-ում, բայց հույս ունեմ, որ կվերադառնան Փակ TV, որտեղ սա նաև նրանց հեռուստալիքն է։ Սիրելի բարեկամներ, դե քանի որ օրն էլ կիրակի է, դուք հասկանում եք, որ այսօր մեր տաղավարում մենք սովորականի պես հյուրընկալել ենք աստղաբան հոգեբան Լուսիա Հակոբյանին։ Բարև ձեզ։ Բարի ողջույն բոլորին, միան ազնիվ արդար մարդկանց։ Թող ասեն չարացած եմ խոսում, ճիշտ եմ անում։ Տիկին Լուսիա, դուք ամեն մարդու գլխին արևը չի առնում, արևը աշխարհի բոլորի համար է։ Նայած այդ արևի ջերմությունով, մեկին կան արևը վառում, հիվանդանում, ընկնում, մեռնում, մեկին էլ կա ծլում, ծաղկում, բարգավաճում։ Նույն արևի տակ ստորություններ են մարդիկ կանում։ Դե մենք իհարկե թեման կխորացնենք, կզարգացնենք, բայց ես ձեզ ասեմ, որ դուք սովորաբար ամեն անգամ, երբ մեզ հյուրընկալվում եք, իսկ ձեր հետևորդների թիվը 100,000-ավորներով է հաշվում, մարդիկ իհարկե ուզում են նախ եւ առաջ ավանդույթի համաձայն մեր զրույցը սկսենք լուսնային օրով, չխախտենք ավանդույթը։ Հա, լուսնային օրը կասեմ, հիմա ու շատ հետաքրքիր նյութ եմ հավաքել, պեղում եմ, այսպես ասած, այս կողմից այն կողմից, խելացի կրակետ մասնակետներից իհարկե, ու հնչեցավների մասին եմ խոսելու այսօր, որտեղ բոլորին էլ հետաքրքիր, ինձ էլ բավականին բաներ կա, ես բացահայտեցի, չգիտե, չնայած ինչքան էլ ասում եմ շատ բաներ եմ ուսումնասիրել, բայց ամեն ինչ գիտեմ, բայց ոչինչ չգիտեմ։ Ու անդադ մարդ ամբողջ կյանքում պետք է սովորի, ու երբեք չասի գիտեմ։ Դե լուսնային օրին հնարադառնանք։ Լուսնային օրը այսօր 2 օրեկան է։ Ու գտնվում է լուսինը խոյում, այդ եսն է, մի քիչ ենք ագրեսիվ, իմպուլսիվնի օրը, դե խոյը այդպեսին է։ Ու ինչքան լուսինը խոյում է, հիմա փառքաստով գրվում է ինտերնետում լուսինը քաները, կանա որտեղ է, տարբեր մասնագետներ տարբեր են գրում, բայց ես ինչ գրում եմ, սա այն աստրոլոգիան է, ինչը որ ես սովորել եմ տարիներ առաջ, ես նորը բոլորովին ուրիշ է։ Շատ խժպժ ոչ ճիշտ բաներ ասում։ Միջև անգամ Հայաստանի համար էր, որ այ առիթ եղավ, որ ասեմ, Հայաստանը ժողովուրդ ջան, այծեղ ջուր է։ Բոլոր երկրները եւ քաղաքները առանձին զոդիակի նշաններն ունեն։ Դա եղել է շատ հնուց են մեծ որ ծովիսոր Հայաստանը այծեղ ջուր, որտեղ բոլոր են անցյալի զորավարների սաղաբարտների վրա խոյ է նկարած ու այծեղ ջուր կա նաև։ Հիմա այդ անկախացումից հետո երկվորյակում է ու սկսեցին երկվորյակներ հաշվարկներ անել, ոնց էր ասում գերբը փոխեք, դրոշը փոխեք, այտենց էլ մերն է։ Հարկավոր չի փոխել ուրիշ բաներ, Ամերիկան է երկվորյակ, մենք երկվորյակ չենք։ Մենք խոսքի ժողովուրդ չենք, մենք գործի ժողովուրդ ենք, ծայրահեղ ժողովուրդ ենք ու սարեցենք, լեռնեցինք եւ կուռ ենք։ Ինչ փոխեցին մեր նշանները, մեզ մոտ ամեն ինչ փոխվեց։ Դրանով եւ գերբն է, եւ դրոշն է, եւ այդ որ անդադ երկվորյակ են ասում։ Մենք զավզակ ժողովուրդ չենք։ Երկվորյակը զավզակ է։ Խոսում, բայց չես հասկանում ինչ է խոսում։ Հիմա կնեղանամ։ Տենց է։ Իրանք շատ են խոսում, հետո իրենց հակասում են, բայց նաև ինտելեկտուալ նշան է երկվորյակը, այսինքն բոլոր կենդանակերպերը, բոլոր մարդիկ պետք է աշխատեն իրենց վրա։ Հիմա էլ գիտելիքի դարաշրջանում ենք, անդադ պետք է կրթվեն ու սովորեն։ Հիմա լուսինը ինչ է հենց ասեցի, տեսեք, խորհրդանիշը երախն է, բերանը, ու շատ լավ օր է դիետա պաշտպանելու։ Եվ ուտելը շատ կարևոր է, այդ էլ սուրբ գրքում գրած է, կարևոր չի ինչ ես ուտում, կարևորը ոնց ես ուտում։ Այդ են հաղորդություն ստանալն է նաև, կուպերանը մաքուր է, թե ոչ, բայց ոչ թե հավես անիծես ու հաղորդություն ստանաս։ Հետո էլ դառնացած սուրբ սեղանից կասես կոմ նորից էլ հավես անիծես, հələ կուլել չես տվել հաղորդությունը։ Ամեն փոքր սիմվոլ ունի խորհուրդ ու իմաստ։ Հիմա այս այդ օրն է։
Նաև խոյը Լուսինը, որ աշխատեք շատ հեռախոսների կանայք հատկապես էր ամուսինները հեռախոսների մեջ մի մտեք, որ շատ սուտ ինֆորմացիաներ չիմանաք, որտեղ հիմա ահավոր դետալորյալ բաներ են անում սարքում զույգերին կշտվածնելու համար։ Սիրուհիները անում են տենց բաներ, որտեղ բաժանությունները, քանի որ բացահայտման շրջանա գնում արդեն երկար, ամերա 3 տարի է, բացահայտում է գնում, դեռ շարունակություն ունի, ուղղակի մայիսի վերջերից հենց Սատուրնը դուրս գա հունիսի կեսերից ներողություն։ Սատուրնը ծկից դուրս կգա կմտնի խոյ, հենց այս օրվանից ով մարդ 3 եւ այսօր իրեն ոնց կպահի, Լուսինը Սատուրնը կմտնի խոյ, արդեն երկար կտևի։ Երկար կտևի մարդու վարքագիծը, մարդու եզը, իրավունքը, ինքնուրույնությունը, ստրկական վիճակն է վերջանում, պատիժների շրջանն է սկսվում, գլխից սկսվում արդեն կոտրվածքներ, կարող է մարդն գնի գլուխը ոչ ջարդի, ու բումերանգը այդքան մարդիկ ասում են առանց հասկանալու ինչա, բումերանգը սկսելու է գործել։ Այդ են հատկական զենքն է, որ հրելուց առաջ մտածի, դա խոսքն է։ Ասելուց առաջ մտածի ինչ ես ասում, որ վաղը գլխից չգա, որովհետև քո գլխին է կպնելու, ոչ թե իմ գլխին է կպնելու, որտեղ դու քեզ ճիշտ չես խոսքի մեջ եղել։ Այսինքն ամեն մարդ իր խոսքի տերը պետք է լինի։ Ասել ես պետք է շախմատ օրենքի նման։ Ձեր քեզ տվել պետք է խաղաս։ Ասել ես պետք է անես քո արածը, այո։ Ու գլուխ չգովեն։ Դրական ազդեցություն կունենա դիետան, լավ է, երբ Լուսինը դուրս գալու ժամանակ կամ լուսաբացին։ Հետաքրքիր բան կա, խորհուրդ կաստել, կամ լուսաբացին ստամոքսը լվանալ, աղաջրով եւ լիմոնով։ Ստամոքսի մաքրման օրը։ Եթե կարողանաք ագրավի նման նստել ագրավով, այդ տեսնեն ծառերին կամ են պրովոդների ոնց են ագրավները նստում, ու մտ այնքան ճիշտ աշխատում այս մեթոդը, ես շատ փորձել եմ։ Ու մտքով անցկացնես այն կերակուրները, որոնք քո մտքով անցնում են, որ դու սովորաբար այդ սնունդը ընդունում ես կամ սիրում ես, ու որ կերակուրի ժամանակ տհաճություն, սրտխառնորդ, կծկումներ տալիս է ստամոքսում, դա արդեն նշան է, որ այդ կերակուրը քոնը չի։ Դու չպետք է այլևս դա ուտես։ Ու նույն ձև կարելի անցկացնել մարդկանց անունները, հարազատ բարեկամ մտերիմ, ընկերներ, Պողոս, Պետրոս, Մարտիրոս, ում անունի ժամանակ դու քեզ վատը զգացիր, այդ ընկերը քոնը չի, այդ մարդը քոնը չի, հեռացիր, թող նեղանա, երբեք մի մտածի կնեղանա, բա որ դու ես նեղանում, բա որ քո մեջքի հետևից խփում է, այդ սովետական դաստիարակությունն էլ վաղուց վերջացավ, յուրաքանչյուր մարդ պետք է ապրի իր ճիշտ լինելու, ազնիվ լինելու համար, բայց ոչ թե ուրիշի բոստանը քարքցելու։ Այդ քարքցելը հիմա հունիսից կսկսվի։ Ով ում բոստանը քարաքցել, սկսել է պատասխանները հերթով ստանալ։ Լավ բաներ, չէ՞, այսօրվա ծրագիրը։ Այո, շատ լավ։ Եվ աշխատող ծրագիրը։ Խիստ արգելվում է լույսի երկօրեկանի ժամանակ նենգությունը։ Տեսեք, ասեցի, չէ, որ այսօր դու, երեք այսօր դու քեզ մի քիչ էլ վաղը կլինի այդպես, որտեղ Լուսինը մեկ դեռ ցոլքերը թողնում է։ Ну 2-3 օր է սովորաբար Լուսինը տեղը փոխում, ով իրեն հիմա ոնց պահեց, կտևի ամերա տարի ու կես։ Հունիսից հետո, հունիսի կեսից 20 տեղը Յուպիտերը կմտնի Խեցգետին, արդեն սկսվելու է բնակարանների հարցերը, սահմանների հարցերը, երկրի էմիգրացիա, միգրացիա, ընտանիք հասկացողություն եւ հանցագործությունների բացահայտում եւ պատժներ։ Քրեական աշխարհի հետ շատ հարցեր կլինի եւ քնիչների հետ։ Այն քնիչ ով անգրագետ է եւ իր տեղը չի, ինքը դուրս կգա։ Այդպես է։ Գումարած դա իրավական համակարգ, որովհետեւ էլի նորից սկսվելու է մաքրումը, զտումը։ Բայց որ գալիս ասա գրագետ լինի։ Երիտասարդներ շատ կկան, որտեղ մեծերը գնում են արդեն։ Նենգությունը, դաժանությունը, շառլատանությունը, սա կա, այս սկսվեց մարտի 27-ին, ինչ Սև Լուսինը մտավ կարիճ։ Ագահությունը,
ժալատությունը, այս բոլորը պետք է մաքրվի։ Լավ է ինքնակրթվել, այս օրհնված օր, ինքորնված օր է համարվում։ Եթե գրագետ չեն, հափշտակող են։ Եթե գրագետ չեն, հափշտակող են, որտեղ Լուսինը երբ 2 օր է կան, ով որ ծնվել է այդ օրը, միշտ բոլոր նշանները երկու մասին են բաժանվում, դրական եւ բացասական։ Ու այնպես չի, որ ասենք բոլոր խոյերը վատն են կամ բոլոր խոյերը լավն են։ Ես որ մեկ-մեկ կարիճներին քննադատում եմ, հենց այն կարիճներն են գլուխ բարձրացնում ու մեջ կա այդ բացասականը։ Այդ ճիշտ կարիճները լուռ են, որտեղ իրանք գիտեն ինչպեսին են։ Ու այդպես չի, որ ասես բոլորը վատն են, միայն մի բանը հիմնական իրանց կորիզը, որ իրենք թույնով ծնվում են։ Իսկ դա ինքնապաշտպանության համար է, բայց ոչ դիմացենի խայթելու։ Իսկ կարիճներ կա խայթում են միշտ։ Հիմա էս է տալիս։ Տեսեք, հենց Լուսինը 2 օրեկան է ծնված մարդիկ, այն մարդիկ, ովքեր ագահ են, իրանք պատասխան ունեն ստանալու։ Լավ է ինքնակրթվել, այն մարդիկ, ովքեր չեն կրթվում, իրանք պատիժներ ունեն ստանալու։ Եթե գրագետ չեն, հափշտակող են, ագահ են, որովհետև մարդը, եթե գրագետ չի կարող հասկանալ, որ չի կարելի ուրիշ ունեցվածքին աչք գցել ու վերցնել։ Գիտի թե միշտ պետք է ծովը ծնկներից լինի, այդպես չի, հետո խեղդվելու է։ Այսա ջրեղեղները սկսել է արդեն։ Այնքան կխեղդվեն մարդիկ աշխարհի։ Նրանք ամեն ինչ ուտում են, խառը, որից ավելի է ամրանում իրանց ագահ հափշտակող լինելը։ Ու չգնահատված են իրանք համարվում։ Սովորույթները պետք է պահպանեն հնից եկած այդ նամուսթասին բարոյականությունը, կպչուն բնավորություն ունեն, գիտեք ինչ առումով է կպչուն տալի, իրանք էլ չեն հասկանում, հիվանդներ են, այդտեղ ֆոբիաներն է, մարդկա մի բան տեսնում, անպայման, ես այդտենց ունեցել եմ մի քանի հաճախորդ, հետո սկսեցի ուսումնասիրել այդ ֆոբիաները, որ ես ինչ հետաքրքիր բան, այդպես ծնվում է, հետո որ իրանց կարման նայում ես, հետաքրքիր է, որ իրանք էլ շատ ապահոված ընտանիքում, այդ կինը որ կար, ամուսնացել է շատ ապահոված ընտանիքում, ու իրա ծնողներն էլ են շատ ապահոված, իրանք մենակ թալանել են, հափշտակել են, տրզացրել են, ու ինքը գնացել է մի տուն, որ ավելի ապահոված է, ու ասում է, ես չեմ կարող իմ ամուսնուն գրկեմ, հենց գրկում եմ, կարող եմ մի բան գրպանից վերցնեմ։ Կարա սեղանից տանակ պատարակախ վերցնի։ Այդ հիվանդություններն է, իրանք զգում են, որ դա լավ բան չի, բայց չեն կարողանում։ Այս կարման այնքան կարևոր ճիշտ բան է, այնքան մեր Հայաստանը ամբողջ դրա մեջ գնում է, անցյալի արածների մեղքերն է, մեր ծնողների, մեր պապերի, հիմա էլ քանի որ պատիժները սրվել է ավելի շատ, 20 թվականից գնում է աշխարհով մեկ, դեռ 12 տարի պտտվող, 20-ից 12 տարի որ հաշվենք, ճիշտ պետք է մարդիկ ապրեն, որ իրանց թորների քթից չգա։ Ես ուզում եմ այստեղ մի փոքր զգար բերեմ ու ասեմ, հիմա այս մեր բնակարանի դեպքը մի կողմ թողնեմ, տղայիս համար ասեմ հրայրի, որ ինքը զոհ տարավ խարդախների ու սրիկանների ու մասնագետները, լուրջ մասնագետներ ոչ ստեղի Հայաստանի, ասեցին այդ մարդիկ ում խղճի վրա նստած է, որովհետև այս վերջերս նորից կտրել է տենց մի բան մի դատավորի կողմից աղջիկ լինելով։ Խոսքը դատաիրավական համակարգի մասին է։ 7-րդ իրանք անիծված են արդեն, տուժվել են, որտեղ կպան անմեղ մարդու։ Ու 2 օր առաջ մի պայծառատես ու գրագետ մարդ է, կինը խոսեց իր հետ, այստեղ չի ինքը, ասեց, որ քո տղան հիմա երանելի մոտ է, որտեղ ինքը շատ բարի անձնավորություններ ու անմեղ զոհ դառավ։ Հիմա ես ես վերջացնեմ, կասեմ դա, որտեղ սա շատ կարևոր է։ Իրենք գիտեն, այս լուսնային օրեր ինքը խորհուրդներ է տալի իր խորհրդանիշներով, ասում է սենց չանես, սենց կլինի, առուն թռնելուց մի հատելը չես թռե հոպ մի արա, ֆանատներն էլ թող ասեն սուտ է։ Ինչն ասուտ, որ բոլոր տիրոջ ստեղծածն է ու ամեն ինչն էլ արդյունքը ցույց է տալիս, ճիշտ ու սխալի։
ֆիզիկական վարժություններ լավանել այսօր, մեծ ինֆորմացիա ձեռք բերել, գիտելիք ունենալ, կրթվել, ամեն տեղ կրթվելուն ես տեղ եմ տալի, բայց ոչ դիպլոմ ունենալ, դրա մասին չի խոսքս, գիտելիք ձեռք բերել։ Եթե դա չարվի, ոսկոր եւ ամբողջ մարմնի ջարդացվածություն կլինի, այդ ասից արդեն հունիսից է սկսվելու։ Կզգան, նաեւ կընկնեն, քարերը կշարժվեն, դեղապարկի քարերի կամ երիկամների, ատամնացավ կլինի, ատամների հիվանդություն կառաջանա, պարադոնտոս։ Ու ցան մաշկի, այդ լիշայ կա էս այդ կարմիր նշանները, դա ասում են կենթանիներից է լինում, բայց այնքան մրկա կենթանի չի պահում, բայց լինում է։ Այս հատկապես լուսնային օրը առաջանում, դա էլ ջուր չի սիրում, ջրի մեջ մցրել ավելի է շատանում։ Լավ ու այդ օրը արծաթե որևէ իր կրել եւ իր կրել ուղակի լուսեն խոյում պորտկոմա այսօրվա օրը պորտկողը իմպուլսիվնորը որոշումներ մի կայացրեք պահի տակ անվախության օրը ինքնավստահության օրը սա լուսեն խոյում այդ օրից է գալի ոչ թե 2 օրական էս էլ ճիշտ հասկացեք ենթագիտակցորեն պատրաստ եղեք սխրանքների կոպիտ են լինում, որը կարող է բերել սուր իրադարձությունների։ Աշխատեք վեճեր չունենաք այսօր, հատկապես հեռախոսի հետ կապված, որ զանգարում եք, չեն վերցնում, միգուցե զբաղված է, միգուցե ես այսօր եկել նստեմ, հեռախոսն անջատել եմ։ Հիմա կարող է այնքան ինձ անգել, չվերցնեմ, չգիտեմ այնտեղ ինչ լինել։ Տիկին Լուսա, դե դուք շատ ագեցիք դատաիրավական համակարգը, ննջասալների թեման իհարկե շոշափեցիք, փորձեք այստեղ եւս բացել փղգծերը։ Ես խոսել եմ ես մի քանի օր առաջ արդարադատության նախարարություն զանգարեցի, կապապայելեցի եւ դիմումներ ուղարկել եմ, դիմում չէ, նամակներ եմ ուղարկել եւ շատ զարմացել, միջոց շնորհակալ եմ աշխատակիցներից, որ անմիջապես հետ են զանգարել ինձ, իրոք շնորհակալ եմ, այս նոր կադրերն են, միգուցե նախարարի աշխատանքից է, Գալյան Սրբուհի, միգուցե իր աշխատանքից է ճիշտ, որովհետև անցյալում էլ Գրիգոր Մինասյան ինչքան զանգարել եմ, հետ չեն զանգել, չնայած ինքինձ գրեց, ասել եմ ձեզ անցյալ հաղորդմանը, որ իր տեղակալը զանգարեց, որ հարկադիրը սխալ գործողություն երել է անարդար, որ իր փրպտի պատժեն, ոչ մի բան էլ չեն արել։ Արդեն զգացում եմ, որ տեղից է ամեն ինչը, որ ինձ ասում են գթի այդ հանձակործին, ով է այդ Արմեն Մաթևոսյանի մեջքին կանգնած, ինձ թվում է այդ իր տունը չի տեղ, ինքը տեղ սարքում է, որ ինչ-որ մի տականք սրիկայի մեկը կատեղ մնա։ Ոչինչ, իրանք չեն մարսելու, որտև ես գիտեմ, որ չեն կամ, ընտեղ մահ է երևացել։ Ով որ այդտեղ կգա կապրի, մահա ցույց տվե, կարող է լավ բան չեմ ասում, պարոն Խուշյան, այդ ես չեմ էլ ասել, ինձ ասեցին այդ տեսակ։ Հետո որ ես նայում եմ, տեսնում եմ, որ իրոք կա տենց բաներ, որտեղ դա սուրբ տուն է, դա քրտնիքով սարքած տուն է իմ երկու տղաների միջոցով։ Այնտեղ բանվոր չի աշխատի, ամբողջ իմ տղաներն են արել, եւ ես սրբի անկյուն ունեի այնտեղ։ Իմ մաման էլ է այնտեղ։ Մի պայծառատես ունեմ Ռուսաստանում, ասում ես քո մամային անդադ տեսնում, ինքը մեր տունը չի եղել, չի տեսել, երկու հարկ էր, աստիճաններով քո մաման անդադ իջնում է, իրոք տենց է։ Ու չեն թողի, որ այնտեղ ապրի որևիցե մեկ, իրանք չեն վայելելու։ Հիմա ես մի քանի օր առաջ ես լսեցի, որ հրարի վրա կեղտոտ գործեր են դրանք արել, մանիպուլյացիաներ են, ամբողջ այդ ինչ գործը սկսվել է 17 թվականից մինչև հիմա խաբեություն է գնում աճուրդից սկսած։ Ես սա չեմ կարող չասել, որտեղ ամեն ինչը գրել եմ պարզ, ես ասել եմ անվանական։ Հիմա իրանք ինձանից նախարարը անուններն է բոլոր դատավորները ուզում, ես արդեն գրել եմ, երկշաբթի այդ գործը կհանձնեմ իրան արդեն։ Չէ, դուք այդ տականքների անունները տվեք, որտեղ նրանք չեն հասկանում, որ դատապարտված են։ Չեն հասկանում, եթե հասկանան չեն ան։ Այդ որ մի հանցագործն եմ անում, որ ինքը գիտեն թե միշտ պետք է գողանա, տենց հնարավոր չի։ Ու այս գործ ամբողջ սարքել է մի հատ խեղճ
Արամ Վրթանեսյան իր գլխին են կոտրել, այդ Սրիկա Արամ Մաթևոսյան իր կնոջ հետ, ամբողջ կոտրել են իր գլխին, հələ հետո գլխին կտա, որտեվ իր ծնողները մահացել են, տունը խաբել են, վաճառել են աղբորից թանգնող, էժան են իրան փողը տվել, էլի տատը նրանք շահել են, իրանք շատ Սրիկա բաներ են անում, հիմա ես մի 2 օր առաջ ինչ եմ, հիմա այսքան վրդոված ուզում եմ անպայման ասեմ, էլի մի դատավոր կին, հետո կասեմ, որտեվ ես ընդեղ արդեն բանավոր եմ ուղղակի հեռախոսով ասելով այդ դատավորը, հրարի հաշվի համարները փակել էին, մեր Բաղդասարյանը միջնորդությունը ներկայացրել բացելու համար, որտեվ առողջականի խնդիրներ պետք է գնար բուժման, ու Լենինգրադ Մոսկվա էր գնում, որտեվ Լենինգրադում է ստենդավորել մեր երկուստին, պետք է գնար ու լավ չէր զգում այդ վերջի միամ, ու գումար չկա։ Ու ամբողջ բժշկի թղթերը կանչի միջև անգամ ընդեղի, որ հերթագրված էր, պետք է գնա, որ հաշվի համարները բացի, որ այդ գումարը վերցնի գնա, այդ կինը բռնե փակել է համարները։ Աստորեն ձեր որդու մահվան պատճառն է դա։ Ինքը հենց այդ աղջիկը, ու այդ աղջիկը ինքը սուկ տեսած աղջիկա, վիճ տեսած աղջիկա։ Ու ոնց է ես ապշում եմ, ինքը մեղավոր է, ես նոր եմ իմացել, ժողովուրդ։ Այս մի 3 օր առաջ ես իմացա, որ ինքը մերժել է այդ գործը։ Անսի 13-ին մերժումն եկել է, 14-ին տղայից դեպքն եղել է։ Եվ որտեվ ես ասում եմ, միանշանակ ինքը լուր է լսել, վատ, դատարան, հնարավոր չէր ինքը տենց է, դրա համար փողոցում չի դիմացել, ինքը այդ օրը, որ եկավ տուն անտրամադիր է լրիվ։ Ասում է, ինչ է եղել, հրար, ինչ ես, ասում շոկը վրես ազդում է, ինքից խաբում էր։ Իսկ ինչ են հաշիվները փակել, որովհետև այդ ստորները իրբեր այդ իրանց տունն արդեն, այդտեղ պետք է բերեն ինչ-որ մեկին վարձով մնար, չգիտեմ մի հատ ինչ ռաբից գեղացի չեմ էլ այդ կրասնատարի աշխատողներ կան խոպան, չէ, այդ ձևի մի հատ քրճոտ, որ ընկերունս էլ ասել է մի հատ քեզ նայ քո տեղ էլ թանկ տուն է, շատ թանկ վարձ պետք է վերցներ, իրանք իրանից գներ են դրել, որ այդ տղան այդտեղ պետք է մթե իրբեր ապրել վարձով ու մենք չենք թողել ապրել, հրարին տուժացրել են, նահագին գումար են վրան գրել, դրա համար հաշիվները փակել են, ու այդ դատավորները, այդ բոլորը, ես զարմանում եմ, թամպես բոլոր այդ դատա իրավական քննիչ կլինի, դատավոր կլինի, իրանք մենակ թղթեր են գրում սուտ, առանց ստուգելու, առանց հիմքեր ունենալ, ոնց են վերցել հաշիվ փակել։ Ամբողջ տունից քանդել են, ջարդել են, այդ նկարել են, այդ քարերը դատավորին ուղարկել են, դատավորը մի հատ չի ստուգել։ Դրանց վրա է հիմնված, ձեռագրերը կեղծած, ստորագրությունները կեղծած, էքսպերտիզան տեսնել, հաստատել է, նկարն ամբողջ կա, էլի վրան քրեական գործ է հարուցված ու էլի չեն պատժվում։ Հիմա դուք ասեք, ես ինչ անեմ։ Դե Աստծո Դադաստանին պիտի սպասեք։ Չեն վախենում այդպես բանից։ Ես հիմա արդեն որոշեցի, մի խելացի տղական Մոսկվայից եկավ, իրավաբանը, ասեց կտանք Եվրոդատարան, ասի պատրաստ եմ, այո, բայց ես անհարմար եմ զգում տալ Եվրոդատարան, ինչի համար, որտեղ այնտեղ կասեն դուք հայերդ այդտեղ ինչ եք անում, դուք օրենք չունեք, մենակ մեծ խոսում եք, բա ուր է ձեր դատա իրավական համակարգը, որ դուք այդ եսի ինչ հարցել չի, եսի ինչ հարց չի սա, որ պետք է անպայման տամ Եվրոդատարան։ Ամոթ է շատ, բայց պատրաստ եմ տալու, որ բոլոր այդ դատավորները, ամեն առաջի դատավոր հենց սխալը որտեղից սկսեց, անվախ ես ասում եմ, դա Սուքոյանն է, Հայաստանի ամեն առաջին կաշառակեր սննդության դատավոր, որին աշխատանքից շատ խայտառակ ձևով հեռացրեցին։ Դա ամբողջ գործերը խառնեց իրար, որովհետև ինքը կաշառք չէր ստացել։ Իմ մտերի մարդուն ասեց, որ ես ճիշտ չեմ պայել, որտեղ ես իրան չեմ, ինչին պետք է վճարեմ։ Ինչին պետք է վճարեմ։ Բարդ արդարադատություն ես։ Ու նրանից հետո Ներսիսյան, հետո Բունացյան դա էլ պակաս կաշառակեր չի ու Մազմանյան դատավոր արդեն ես հիշեցի այդ կինը։ Այդ երեքն էլ իրենց որոշումները եւ որոշումը կացել են տուն մտնելու եւ երեքն էլ իրենց որոշումները չեղալ են համարել։ Ես վստահ ասում եմ, որտեղ նույն բան իրենց գրել եմ ու ներկայացնում եմ Տիկին Գալյանին, հա, Գալյան։ Այո։ Սրբույն։ Ու սպասում եմ ես, որպեսզի արդար բոլորի հարցերը լուծվի շատ խիստ ձևով,
կանչեն պատասխանատվության, որտեղ բոլորն էլ քրեական գործ է։ Ու կուզենա, որ էսի մեզ աղմուկ են բարձրացնում, ասում են, որտեղ մեր հետ 12 հոգի տուժվել են, այդ նույն մարդկանց վաշխառուների ձեռքից, եւ էլի շատ շատերը, որ այնքան դարել է բեսպրիդել անարխիա Հայաստանում, որ այն ինչքան հիշում եմ Մանդիբուլի շենքներ, որ մի բնակարանը քանի հոգու վրա վաճառեցին, դեռ էլի փող էին ուզում։ Ու բրոկերներն էլ են այդպես բանանում։ Թող վերջապես այս անարդարությունը վերջանում է, որ մեզ այս ժողովուրդը կարողանա մի քիչ նորմալ շնչի։ Ու Հայաստանը չլքի, մեր հողը ափսոս է ու շատ լավ։ Էլ չենք խոսում այս թեմայով։ Տիկինս իհարկե, ես շատ ցավում եմ, որ այդպես եղավ։ Եվ քանի որ ժամանակը քիչ է մնացել, դուք անդրադարձաք ննջացյալների թեմային։ Հա, մի քիչ կարճ խոսել, որտեղ վրդոված է, շատ կարճ ննջացյալների համար եմ ասում, որովհետև հա, մի բան էլ ու սա անպայման ուզում ես զգուշացնել, որ տեսեք Թուրքիայում ինչքան երկրաշարժներ է, դեռ շարունակվելու է ու զոհերը շատ են լինելու։ Մեզ չի կպնում, մեզ թեթև, ես մեջ ասում եմ, մեր պատերը մի քիչ կտղրդա, լույստրան մի քիչ կշարժվի, բայց այն զոհերը չի լինելու, ինչը որ մենք տեսել ենք։ Այս պահում են այն տղաները, մեր 18-19 տարեկան, հրեշտակ, զորեղ, իրանց մամաները հերոս են, որ նման տղաներ են ծնել, բայց այնտեղ որոշները կան, որ տղաների անունները շահագործում են, բայց այդ տղաներն էլ են հերոսներ։ Ոչինչ, այդ իրանց մամաներ են, բայց տղաներ իրանք ազնիվ են ու բարի ու շատ բարի են։ Այդ տղաները մեր երկերը պահում են, որ մեր ազգը չկործանվի։ Ննջեցյալների համար ինչ ես ահագին պեղումներ եմ արել, վատ տագնապներ, նեգատիվ, երբ որ մարդիկ երազում տեսնում են, հենց այնպես չի։ Կարող է հարևանը քո տատը մահացած լինի, բայց հարևանը տեսնի։ Այնտեղ մահ կա, գալիս է հատկապես եթե երեխեք են լինում, անչափահաս են լինում, տատը գալիս է, որ այդ երեխայի ձեռքից բռնի տանի, ուղեկցում է լուսավոր ճանապարհ։ Եթե նման երազներ տեսնում եք, մի վատեղեք։ Նման երազներ գալիս են ձեզանից, հա, հետո լինում է, որ շատ են մարդիկ տեսնում ննջեցյալներին, գալիս է, որ քեզանից էներգիա է տանում, եթե հաճախակ ես տեսնում, ինչ եմ ասում, այդքան նկարները մի կախեք, գերեզմանի քարերը նկարներ մի դրեք, ճիշտ չէ այդքան դա, գալիս են քեզանից էներգիա խլելու, հոգիները, գալիս են ինֆորմացիա տալու, որտեղ են և ինչ են անում, եթե տեսնում եք ձեր ննջեցյալներին, իրենցից հարցրեք, իրանք պատասխանում են, որտեղ ես, ոնց ես քեզ զգում, ինչ ես անում, իրանք պատասխանում են, ճիշտ ու դու դրանով կհանգստանաս։ Պատահում է, որ ուրիշի միջոցով է ինֆորմացիա գալիս ձեզ հարցնելու համար։ Մենք միայն պետք է իրանց համար աղոթենք, որ վաղը բարի ճանապարհ բացենք մեզ համար, որտեղ բոլորս էլ գնալու ենք այն աշխարհ վաղ թե ուշ, որ իրանք մեզ լավ դիմավորեն։ Աղոթել հարկավոր է իրենց համար։ Հաճախակի մաքրեք ձեր էներգիան, եթե ոչ, կախտոտվի, որից խնդիրներ են շատանում։ Քնելուց առաջ վերանայեք օրը, Տիրոջից շնորհակալ եղեք, նաև որ օգնի մաքրվելուն։ Այսքան այնտեղ շատ կա բաներ, էդ էլ մյուս անգամ կասեմ, քանի որ ժամանակը։ Տիկին Լուսիա, ես ուրախ եմ, որ դուք աստիճանաբար համակերպվում եք մեր այս իրավիճակին եւ ամենակարևորը իհարկե ես գիտեմ, թե ինչ կորուստ եք ունեցել, բայց հուսանք, որ դուք այնուամենայնիվ չնայած բոլոր տեսակի անարդարություններին, սիրելի բարեկամներ, ես էլ համոզված եմ, որ Տիկին Լուսիան պիտի վերադառնա իր բնակարանը։ Ես ներողություն խնդրեմ, որ սենց էմոցիաներով եղա, ես չեմ կարող։ Չէ, ձեր էմոցիաները տեղին են, մի իզուր ներողություն խնդրեք եւ ուզում եմ Տիկին Լուսիա ձեր անունից ողջունել մեր բոլոր ունկնդիրներին, որոնք ձեզ հասկանում են, որոնք ձեր կողքին են եւ ամենակարևորը սիրելի բարեկամներ, եկեք ինչպես ասում են, աղոթենք, որ Տիկին Լուսիայի մոտ ամեն ինչ ստացվի այնպես, ինչպես ինքն է ուզում։ Այսօր այսքանը։ Ցտեսություն։